լրիվ սարկած, սուտ, փուջիկ, որցին բաչկալ հակառակը, հոլամանապարտ, որը թուղթը գրել է, որը և դեսպանները ներկա և Աղայ Զարուքյան դար վաղե Հանդես գալով որպես միջնորդ փորձում էի լուծում գտնել։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր արձագանքել է կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, որում ըստ քննչական կոմիտեի ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։ 70-ամյա ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելով կալանավորած քննչական կոմիտեն նախորդին հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը կազմակերպել եւ ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ, պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում դեսպան Խալիլ Շիրղոլամին հարցրեցին, թե նրան ինչ է հայտնի այս գործից, քանի որ Ծառուկյանն ու նրա փաստաբանները պնդում են, որ հենց Իրանի քաղաքացիների կողմից է եղել չարաշահումը։ Իրանցի դիվանագետը նախ շեշտեց, թե Հայաստանի ներքաղաքական հարցերին չեն միջամտում եւ ցանկություն չունեն միջամտելու։ Ապա, անդրադառնալով արդեն բուն գործին, իրանցի դիվանագետը փակագծեր բացեց, տեղեկացնելով, որ որպես միջնորդ տևական ժամանակ փորձել է լուծում գտնել Գագիկ Ծառուկյանի եւ նրա իրանցի բիզնես գործընկերոջ միջև։ Այս վեճը վերաբերում է Orange Mall-ի տարածքում դեռևս 2 տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որտեղ ներկայացված պետք է լինեին իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի, դեղագործության եւ շինարարության ոլորտներում։ Պարոն Ծառուկյանի ձեռքը մեր վրա է, եթե չլիներ պարոն Ծառուկյանի բարի կամքը եւ ֆինանսական աջակցությունը, այս չէր իրականանա։ Հայ-իրանական բիզնես կենտրոնի 50%-ի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Group-ներ, մյուս 50%-ը իրանական Pars Hilal Caspian Group-ը։ Իրանական այս ընկերության սեփականատերերի մասին համացանցի բաց աղբյուրներում տեղեկություն չկա։ 18000 քառակուսի մետր տարածք ունեցող կենտրոնը կառուցվել էր Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Տարօրինակ կերպով նա կենտրոնի հանդիսավոր բացմանը չմասնակցեց։ Կարմիր ժապավեն այն ժամանակ կտրեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության եւ առևտրի նախարարը եւ Հայաստանում Իրանի նախկին դեսպանը։ Տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը սակայն ոչ միայն իրականություն չդարձավ, այլև ներքաղաքական առճակատումից հետո Ծառուկյանի դեմ քրեական գործի հիմք հանդիսացավ։ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր ափսոսանք հայտնեց, որ ծրագիրը տապալվեց, չնայած ներդրված ջանքերին։ Մենք ցանկանում էինք համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրաված էր պարոն Ծառուկյանը եւ Իրանի քաղաքացիներ։ Սա շատ լավ հնարավորություն կլիներ իրանական ապրանքներն ու արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար։ Սակայն ափսոսանքով պետք է նշենք, որ կողմերը թե այս պրոյեկտի, թե այլ բիզնես ծրագրի շրջանակներում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ։ Ես անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմի հետ էլ, ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք փոխզիջումների արդյունքում հասնել համաձայնության։ Մինչև վերջերս էլ կապի մեջ էի կողմերի միջև եւ փորձում էի գտնել լուծման մի տարբերակ, որը ընդունելի կլիներ երկու կողմերի համար էլ։ Քանի որ այս պահին գործ ունենք իրավական գործընթացի հետ, մենք հույս ունենք, որ առկա ապացույցների եւ վկայությունների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը։ Մենք բնավ չէինք ցանկանա, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, թե Իրանի եւ Հայաստանի քաղաքացիները չկարողացան աշխատել եւ այժմ տարաձայնություններ ունեն։ Շեշտելով, թե Իրանը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց եւ այնպես, ելնելով իրանական ներքաղաքական փորձից, Իրանի դեսպանը նշեց, որ երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի։ Մենք հուսով ենք եւ մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը, թե իշխող կուսակցությունը, թե կառավարությունը եւ թե ընդդիմադիր, որպեսզի կարողանան միասնական լինել ազգային շահերի եւ նպատակների շուրջ։ Քանի որ եթե չլինի այս միասնականությունը, ապա հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները։ Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական եւ համախմբված Հայաստան։ Վերադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, դեսպան Խալիլ Շիրղոլամին չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյոք այս գործի միջոցով քաղաքական հետապնդում է իրականացվում ընտրություններին մասնակցած ԲՀԿ առաջնորդի նկատմամբ։ Դեսպանը միայն նշեց, որ եւ Ծառուկյանը եւ նրա իրանցի գործընկերը միմյանց էին մեղադրում հափշտակության մեջ։ Բայց եւ այնպես իրանցի դիվանագետը հույս հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի փոխզիջման ճանապարհով։